Բարև ձեզ, եթերում ՎՏ Հայաստան Նյուզն է։ Այստեղ դուք կգտնեք փաստահեն, բազմակողմանի եւ վստահելի տեղեկատվություն։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակում Մոսկվայում նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ ռուսական կողմի նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ներկայվիճակն ու հեռանկարները, Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաները, մասնավորապես Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային լոգիստիկ կապերի զարգացումը։ Կառավարության վերջին ճեպազրույցին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինքն է հանդիպում խնդրել։ Ռուսաստանի Դաշնության նախագահը պետք է ինձ հանդիպում խնդրի։ Որսա ես պետք է խնդրեմ հանդիպում, բա ով պետք է խնդրի։ Կամ Ֆրանսիայի նախագահը պետք է ինձնից հանդիպում խնդրի, ինչքան էլ մենք շատ ջերմ անձնական այդ եւ Ռուսաստանի նախագահը եւ ես պետք է խնդրեմ հանդիպում, որովհետեւ դա հակառակ կերպ մտածել նշանակում է իրականության զգացումը կորցնել։ Ինչու Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա Պուտինի հետ հանդիպման։ Թեման կքննարկեն քաղաքակրթական եւ մշակութային կենտրոնի գիտաշխատող Ռուսաստանի հարցերով փորձագետ Նարեկ Սուքիասյանի հետ։ Շատ է քննարկվում, թե ինչու Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման փուլում եւ հատկապես հիբրիդային պատերազմի վերաբերյալ խոսակցությունների այս ֆոնին, մեղադրանքների ֆոնին Նիկոլ Փաշինյանը որոշեց մեկնել Ռուսաստան։ Հայ-ռուսական հարաբերությունների խորությունն ու բազմապրոֆիլությունը միշտ էլ անհրաժեշտություն պահում է փոխադարձ շփումների, կուտակված հարցերի, հատկապես երբ երկկողմ շփումները այդքան էլ հաճախ չեն եւ ավելի շատ կամ բալանսավորվում են բազմակողմ հանդիպումներում, ԵԱՏՄ ֆորմատում, զուգահեռ նաև տարածաշրջանային բազմաթիվ իրադարձություններ ու զարգացումներ են տեղի ունենում կապված Իրանում պատերազմի հետ եւ ոչ միայն, որ կարծում եմ մեծացնում են քննարկվելիք հարցերի շրջանակը, ինչու՞ չէ նաև ինչպես դուք նշեցիք, նախընտրական շրջանում նույնպես այդ թվում ձեր բարձրացած խնդիրները կարող են տեղ գտնել այս հանդիպման օրակարգում եւ չեմ կարծում այստեղ հատուկ թաքնված օրակարգերի փնտրտուքի անհրաժեշտություն կա զուտ թե տարածաշրջանային ակտիվությունը թե երկկողմ հարաբերությունների բազմաշերտությունը միշտ նման տիպի հանդիպումները ակտուալ է պահում։ Ռուսական կողմը հրապարակել էր այսօրվա հանդիպման օրակարգը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն փոխգործակցությունը։ Ինչ է սա ենթադրում ըստ ձեզ, հատկապես Եվրոպական միության հետ աշխատանքների ինտենսիվացման ֆոնին։ Եվրասիական համագործակցության շրջանակներում հայ-ռուսական եւ բազմակողմ օրակարգը շատ հարուստ է համակարգված հանձնաժողովի կողմից, այստեղ թե ընդհանուր շուկայի, թե էներգետիկ շուկայի, թե ապրանքաշրջանառության հետ կապված բազմաթիվ ընթացիկ հարցեր կան, որ քննարկվում են, որոնք Հայաստանը դիտարկում է ավելի շատ այս պահին ոչ թե կարելի ասել քաղաքական, այլ տեխնիկատնտեսական առաջնահերթություն, որը ըստ Երևանի վարած քաղաքականության չի հակասում առնվազն կարճաժամկետ, միջնաժամկետ հեռանկարում Եվրամիության հետ վարվող հարաբերությունների խորացման քաղաքականությանը, քանի որ Հայաստանը չի դնում այս պահին իր առաջ անդամակցության խնդիր եւ նպատակ, հետեւաբար նաեւ չկա դրա համար անհրաժեշտ նախապայմանի առաջմղումը, որը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը կլիներ, մենք հակառակը լսում ենք բնդումներ հակառակի մասին Հայաստանում գործադիր ղեկավարության ներկայացուցիչների կողմից եւ քանի դեռ Հայաստանը ունի ձևակերպված նպատակ Եվրամիության անդամ դառնալու եւ չի սկսում գործընթաց այդ ճանապարհը անցնելու, որը ֆորմալ քայլեր ենթադրող, այլ ոչ թե զուտ քաղաքական հայտարարությունների կամ դեկլարացիաների տեսքով կլինի, ապա Եվրասիական տնտեսական միության մեջ համագործակցությունը շարունակվելու է մեծապես այն հունով, ինչպես եւ շարունակվել է վերջին տարիներին։ Դուք Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան ինչպես եք գնահատում։ Կարող ենք միակ ձևը գնահատելու դա վերցնել դրված նպատակը եւ համատել դա կատարողականի հետ։ Այս պահին դրված նպատակն է հնարավորինս մոտ հարաբերությունների հասնելը, որը ամրագրված է նախորդ տարի ստորագրված ռազմավարական համագործակցության
օրակարգի փաստաթղթում դրան համահունչ նախարարությունները եւ գործադրի եւ ոչ միայն գործադրի տարբեր գերատեսչություններ զբաղվում են այն հանձնառությունների իրականացմամբ, որ Հայաստանը վերցրել է իր վրա այդ փաստաթղթի շրջանակներում ի լրում են SEPA-ի, որը ստորագրվել էր դեռևս 2017 թվականին եւ այդտեղ նույնպես դեռ կան մասեր, որոնք լիովին իրականացված չեն, երկու կողմերը քաղաքական մակարդակում, այսինքն Բրյուսելը եւ Երևանը գերազանցապես դրական են արտահայտվում հարաբերությունների խորացման եւ ընթացքի դինամիկայի վերաբերյալ, բացի դրանից կան որոշ ուղղություններ, որտեղ համագործակցությունը ավելի խորն է կամ ավելի արտահայտված է, քան մի շարք այլ երկրների հետ հարաբերությունների պարագայում, օրինակ Եմեն միայն Հայաստանի հետ է այս պահին վարում վիզաների ազատականացման գործընթաց, Հայաստանը արդեն մի քանի տարի է օգտվում է խաղաղության ֆոնդից Եվրամիության, այսինքն ստանում է ոչ մահացու զենքերի տեսքով կամ զինամթերքի կամ տեսքով օգնություն Եվրամիությունից եւ ընդհանուր առմամբ կա բավական խորը քաղաքական սոլիդարություն թե Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի ուղղությամբ եւ թե գործադիրների միջև հարաբերություններում, հետեւաբար եթե համատենք դրված նպատակը եւ կատարողականը, կարծում եմ այստեղ բավական դրական դինամիկա կա, որը կարծում եմ ավելի ամրապնդվի կամ դրա վերաբերյալ ու շուրջ տրամադրությունները ավելի ընդգծված կլինեն մայիսի սկզբին, երբ Հայաստանում տեղի ունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Այսինքն այս մոսկովյան այցը որևէ կերպ չի անդրադառնա հարաբերությունների ներկայիս դինամիկայի կամ փուլի վրա։ Այցերը ինքնին պարզապես այցը որպես այդպիսին դժվար թե կարող է ինքը հարցեր առաջացնել, այդ հարցերին պատասխաններ են պետք, կախված այդ հարցերի պատասխանների բավարար կամ ոչ բավարար լինելուց էլ կարող են իրենց ազդեցությունը ունենալ, բայց կարծում եմ արդեն մենք մի քանի տարի առաջ առնվազն պատերազմի մեկնարկից 2022 թվականի այս նմանատիպ շփումները էլ ավելի սուր արձագանք էին ստանում, քան հիմա կարելի է ակնկալել բոլոր հարաբերությունների եւ շփումների կամ հնարավորինս շատ շփումների խզում էր գնում, հա չեղարկման, այսպես ասած, քաղաքականություն, բայց մենք տեսնում ենք այդ դինամիկայի փոփոխություն եւս, հատկապես Թրամփի վարչակազմից սկսված, երբ նպատակ դրվեց կամ միջոց սահմանվեց ավելի ճիշտ նպատակին հասնելու համար ներգրավել ուղիղ երկխոսության մեջ, որից դեռևս եվրոպական երկրները Եվրամիությունը խուսափում է, մի շարք երկրների մոտ արդեն կան տրամադրություններ կառավարություններում կամ քաղաքական շրջանակներում, որ կա անհրաժեշտություն Ռուսաստանի հետ մտնել ուղիղ խոսակցության մեջ, ուղիղ խոսակցությունը բնավ չի նշանակում բոլոր պահանջների եւ դիրքերի փոփոխություն եւ Ռուսաստանի պահանջների բավարարում, այլ եթե կա նպատակ եվրոպական անվտանգային ճարտարապետության մշակման, ապա թե դրա համար, թե պատերազմի ավարտի համար եւ թե պատերազմի ավարտի դեպքում ստեղծվող իրավիճակի մեջ ասելիք ունենալու համար ձևավորվում է արդեն կամ կա տենդենց առնվազն, որ պետք է ներգրավել նաեւ ուղիղ երկխոսությունների մեջ, թե դա ինչպես է գնահատվում, կախված է խոսակցության բովանդակությունից եւ արդյունքից, եւ կարծում եմ նաեւ հենց այս կրիտերիաներով են Եվրոպայում վերաբերվելու Նիկոլ Փաշինյանի այցին Ռուսաստան։ Ամեն դեպքում վերադառնալով մեր զրույցի սկզբին, ինչով եք պայմանավորում, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր խնդրել այս հանդիպումը եւ նաեւ հիշում ենք, որ նախորդ շաբաթ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ լրագրողներին նա ասաց, պարզաբանեց, որ ինչու է նման հանդիպում խնդրել, քաշային կատեգորիաների մասին էր նշում, սա ինչով էր պայմանավորված։ Թե կոնկրետ ինչի համար եւ ինչ օրակարգում, բնականաբար այդ հարցի պատասխանը մենք
չունենք եւ չենք կարող ունենալ, կարող ենք ենթադրություններ անել, բայց այդ հարցի հասցեատերը երևի կառավարության աշխատակազմը կամ արտգործ նախարարությունը, այլ ոչ թե մենք կարող ենք ենթադրություններ անել, որ թե նախընտրական իրավիճակը Հայաստանում եւ թե ոչ պակաս կարեւոր անվտանգային զարգացումները մեզնից հարավ օրակարգային են դարձնում մի շարք քննարկումներ, կարծում եմ նաև կարևոր օրակարգային կետ է, որը նաև քննարկվել է նախորդ երկկողմ հանդիպման ժամանակ, դա երկաթուղու այն հատվածների վերականգնումն է, որը ռուսական կոնցեսիայի տակ է գտնվում եւ որոնց բացումը եւ շահագործումը կարևոր է կառավարության սահմանասխալության խաչմերուկը իրագործելու հարցում մենք այս ընթացքում լսում էինք մի շարք հայտարարություններ թե Երևանից թե Ռուսաստանի կառավարությունից բանակցությունների ընթացքի եւ հետաքրքրության վերաբերյալ կարծում եմ այդ թվում ի թիվս այլ հարցերի ժամանակն է հասկանալ դեպի ուր են գնում այս քննարկումները հատկապես նկատի ունենալով որ երբ այս հարցը բարձրացվեց Հայաստանի կողմից շեշտվում էր ֆինանսական եւ ժամանակային հնարավորությունը եւ հարցի հարատապությունը Հայաստանի համար կարծում եմ նախորդ հանդիպումից արդեն ինչ որ ժամանակ անցել է որը ըստ կառավարության ղեկավարի սահմանած տրամաբանության երևի հարցին վերադառնալու անհրաժեշտություն է ստեղծում Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրամիության քաղաքացիական առաքելության նոր ղեկավար Սաթու Կոյվուին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ։ Նա շեշտել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Եվրամիության հետևողական աջակցությունը։ Սաթու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությանը։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի կառավարության գործընկերների հետ կշարունակի սերտ համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցերին։ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2023 թվականի փետրվարին երկամյա մանդատով։ 2025 թվականի հունվարին Եվրամիության խորհուրդը երկարաձգել է առաքելության մանդատը եւս 2 տարով։ Այն կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը խորանում է նաև ապատեղեկատվության եւ տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարի ուղղությամբ։ Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանին դիմակայել հիբրիդային սպառնալիքներին։ Իսկ ինչպիսի հիբրիդային սպառնալիքների է բախվում Հայաստանը, Երևանից մեր թղթակից Ասպրամ Ավանեսյանն է անդրադառնում թեմային։ Հիբրիդային պատերազմ, հիբրիդ, եկել են հիբրիդները։ Դա ինչ հիբրիդային պատերազմ է։ Խոսքը վերաբերում է հիբրիդային պատերազմին։ Եվրոպական միությունը արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան ընտրություններին ընդառաջ տեղեկատվական սպառնալիքներին դիմակայելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Հայաստանում շուտով ընտրություններ են անցկացվելու եւ մենք կքննարկենք թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Նրանք օգնություն են խնդրել արտաքին ազդեցության դեմ պայքարում, ինչպես մենք օգնել ենք Մոլդովային։ Եվրոպական միությունը Հայաստանի խնդրանքին ընդառաջ է գնացել, նշում է Կալասը։ Բայց կան Հայաստանում հիբրիդային սպառնալիքներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցում հստակ կարծիք ունի։ Հիբրիդային պատերազմը այն է, երբ որ գրվում եւ վճարովի գործիքներով ներառյալ արհեստական բանականությամբ կիրառմամբ գրվում է որ ես Դուբայում տուն ունեմ, Ֆրանսիայում տուն ունեմ, չգիտեմ, Լոս Անջելեսում տուն ունեմ։ Հայաստանում հիբրիդային պատերազմը մի քանի ձևով է արտահայտվում։ Էմոցիոնալ եւ հուզական ձևով, երբ խաղում են մարդկանց էմոցիաների եւ հույզերի վրա, եւ երկրորդը այդ ապատեղեկատվությունն է։ Հայաստանյան Media.am հարթակը մի շարք հրապարակումներ է արել Հայաստանում հիբրիդային պատերազմի եւ ապատեղեկատվության մասին։ Ուսումնասիրվել են Հայաստանի մասին քարոզչական եւ մանիպուլատիվ թեզեր տարածող ռուսական ալիքները։ Շատ ուշադիր հետևել ենք նաև այս առումով այն հարթակներին, ովքեր դրանք տարածում են։ Մենք ուսումնասիրել ենք հենց այդ շրջանում 2-3 ամիս մոտավորապես տևողությամբ 18 տելեգրամյան ալիք եւ բոլորը
նույն նարատիվներով, գրեթե նույն ժամերին, այսպես դա չի լինում պատահականություն, նույն թեզերն են տարածում։ Հիմա քանի որ Հայաստանը էլի կանգնած ասենց ասած արտաքին վեկտորի ընտրության առաջ, բնականաբար այդ հիբրիդային պատերազմը ինքը ակտիվացել է հենց այդ համատեքստում, այդ ֆոնին։ Հիբրիդային պատերազմին դիմակայելու համար Եվրոպական միությունն առաջին անգամ արագ արձագանքման խմբի մեխանիզմը կիրառեց Մոլդովայում 2025 թվականին անցկացվող խորհրդարանական ընտրություններից առաջ։ Տիգրանուհի Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանի մեդիան չունի համապատասխան գործիքակազմ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար։ Եվրոպական միության արագ արձագանքման խմբից առաջին հերթին ակնկալում է աջակցություն մեդիային։ Մեդիադաշտի հիմնական ակնկալիքը կարծում եմ փաստերի ստուգմամբ զբաղվող խմբագրությունների, ինչպես նաև անկախ լրատվամիջոցների ուժեղացումն է առհասարակ, որովհետև ամերիկյան ֆինանսավորման դադարեցումից հետո բավականին մեծ ճգնաժամ է ստեղծվել Հայաստանում մեդիադաշտում։ Մենք ունենք լրատվամիջոցներ բևեռացված շատ, ովքեր կամ սպասարկում են որոշակի ընդդիմադիր գործիչների շահերը կամ որոշակի իշխանական շրջանակներում գտնվող շահեր եւ անկախ լրատվամիջոցներ ցավոք այսօր էլի մեկ ափի մատերի, այսպես ասած, հաշվարկով են։ Հիբրիդային պատերազմի ուժգնությունը կթուլացնեն մեդիայի անկախությունն ու հանրության մեդիագրագիտությունը։ Սրանք նաև առանցքային գործոններ են, որոնք կարող են նվազեցնել արտաքին ազդեցությունների արդյունավետությունը։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան News, Երևան։ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկն էականորեն նվազում է։ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել։ Եթե մեքենան արդեն ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս կօգտագործվի այնտեղ նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում հաշվարկը կարվի նոր կարգով։ Ներքին գործերի նախարարությունը մանրամասնել է, թե փոփոխությունները գործնականում ինչ կերպ են արտահայտվելու։ Ի դեպ, եվրոպական երկրների մեծ մասը էլեկտրոնային մեքենաների սեփականատերերին առաջարկում է տարբեր արտոնություններ, այդ թվում հարկային եւ ուղղակի սուբսիդիաներ նման մեքենաների գնման համար։ Օրինակ, 544 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրամոբիլի դեպքում նշված բանաձևի կիրառման արդյունքում հաշվարկված հզորության արժեքը կկազմի 284 ձիաուժ։ Այսինքն 2025 թվականի արտադրության նմանատիպ մեքենայի համար ներկայումս վճարվող 666,000 դրամ գույքահարկի փոխարեն քաղաքացին կվճարի 276,000 դրամ։ Շենգենյան գոտին իր 40-ամյակի կապակցությամբ հրավիրում է անվճար ճանապարհորդելու Եվրոպայով մեկ։ Ֆրանսիական Le Figaro թերթը գրում է, որ Փարիզից Լիսաբոն կամ Բերլինից Պրահա ճանապարհորդությունը հնարավոր կլինի կատարել առանց դրամապանակը բացելու։ Շենգենյան գոտու 40-ամյակի տոնակատարությունների շրջանակներում հազարավոր երիտասարդներ, որոնք ընտրվել են մոտ 247,000 դիմորդների թվից, կստանան անվճար ճանապարհորդական անցաթուղթ 2026 թվականին 30-օրյա ժամկետով Եվրոպական միությունը ճանաչելու համար։ 2018 թվականին մեկնարկած Discover EU ծրագիրը, որն ընդգրկված է Erasmus+-ի մեջ, նպատակ ունի խթանել երիտասարդների շարժունակությունը, միաժամանակ նպաստելով երկաթուղային ճանապարհորդությանը որպես էկոլոգիապես ավելի մաքուր տրանսպորտային միջոց։ Այս ժամի համար պատրաստել էինք այսքանը։ Հետևեք ՎՏՀ Հայաստան News-ին սոցիալական հարթակներում։